Հայաստանի խաղաղության պայմանագրի ստորագրման պատրաստակամությունը անակնկալ է եղել Ադրբեջանի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Չեմ կարծում, որ ձեր գնահատականները ճիշտ են, երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու եւ այդ դրամաբանության մեջ առաջ շարժվելու։ Երևի դրա հետ է պայմանավորված, բայց կարծում եմ, որ այդ կրակոցները, որոնք որ դուք մատնանշում եք, որ իրանց մամուլում տեղ գտած կար, դրանք առանձին հետաքննության առիթ են եւ կարող են առանձին հետաքննության առիթ հանդիսանալ երկկողմ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Ազգային ժողովի նախագահի կարծիքով Ադրբեջանի մոտ հնարավոր է ձևավորվել է պատկերացում, թե Հայաստանը միևնույն է չի համաձայնի որևէ առաջարկի։ Այդ իսկ պատճառով Հայաստանի պատրաստակամությունը նրանց անակնկալի է բերել։ Ես նույնիսկ այդ տպավորությունը ունեմ անցյալի հետ կապված, որ եղել է հայկական մարտավարությունը նենց է եղել, որ ադրբեջանական կողմի մոտ նույնիսկ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնվեն, իմանալով, որ հայերը մեկա չեն համաձայնվելու։ Նույնիսկ իրանց համար ոչ օգտակար, որոնց հետ իրանք համաձայն չեն, բայց իրանք իմանալով, որ մեկը հայկական կողմը չի համաձայնվելու, միջազգային այլ կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունը անելու համար, տենց մարտը գործելավոճ է։ Ըստ Ազգային ժողովի նախագահի Հայաստանի նպատակն արդյունքի հասնելն է։ Նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելու, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելու եւ ենթադրում եմ, որ այդ երկար այս կողմ տանելը այտենց տպավորություն է թողել եւ հետագայում այդ արձագանքը միակողմանի հայտարարությունը, որ արդեն համաձայնեցված է պայմանագիրը, իմ մոտ այդ տպավորությունը։ Ընդդիմադիր թևը հայտարարում է, թե Հայաստանը գնում է միակողմանի զիջումների։ Ազգային ժողովի նախագահն արձագանքել է նաև այս պնդումներին։ Առաջին հերթին ընդդիմությունը այդ տեքստը տեսել է, որ տես բան է ասում։ Երկրորդ հերթին ոնց կարող է միակողմանի լինի, եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին։ Այն բոլոր մարդիկ, որոնք նման հայտարարություններ են անում, թող ամբիոնից ելույթ ունենան, փորձեն այդ իրենց ասածը որևիցե ձևով հիմնավորեն, նշել է Սիմոնյանը։ Դիտարկմանը, թե իշխանությունը կապիտուլյացիայի է գնում, Ազգային ժողովի նախագահը հիշեցրել է։ Թե առաջի ամենահայտնի կապիտուլյացիան պատիվ ունեմի Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ։ Երկրորդը 2018 թվականին, այո։ Երկրորդը ուզում եմ ասել, որ երբ որ դու ասում ես, որ տրամաբանությունն հենա, որ իրանք հայտնի է ոճը եւ դրանով է հիմնավորում առանց տեքստի հետ ծանոթանալու, դա անլուրջ տպավորություն է տոնում, դա քաղաքական գործին վայել գործելավոճ չի։ Բազմիցս հայտարարվել, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։ Եթե օրինակ ընդգրկված հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը պարբերաբար խախտումներ է անում բանակցային գործընթացում, իսկ Հայաստանը սրբորեն կատարում է իր խոստացածը, Ալեն Սիմոնյանն ընդգծել է։ Հիմա եթե դիմացինը պայմանականորեն, եթե վատ բան է անում, այդ նշանակում է մենք էլ վատ։ Մենք մեր վարկը ունենք, մենք մեր դիրքը ունենք։ Դուք տեսեք ինչքան լրատվամիջոց կա Հայաստանի Հանրապետությունում, ինչքան ազատ է լրատվամիջոցները։ Հիմա ինչ որ երկրներում դա ազատ չէ։ Օրինակ Ադրբեջանում ըստ Եվրոմիության չափանիշների խոսքի ազատությունը այդ աստիճանի չի։ Հիմա մենք էլ ասենք սկսենք իրանց հետ հավասարել։ Ազգային ժողովի նախագահը համոզված է, որ ժողովրդավար լինելով Հայաստանն անվտանգություն է շահում։ Այն բանը, որ եվրոդիտորդները գալիս են եւ սահմանին անցկացնում են հսկողություն, այն բանը, որ միջազգային զեկույցներ են ունենում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետությանը օգնություն է տրամադրվում, այն բանը, որ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցություն է տեղի ունենում, բայց այդ ամեն ինչը դրա հաշվին է տեղի ունենում։ Կարող է մեր դուդուկից Իրանի եւ մեր սիրուն հայ աչերի համար է այդ ամեն ինչը տեղի ունենում, հետո էլ բողոքում եք, ասում եք մեր վրա հարձակվեցին, աշխարհը ձեն չհանեց, բայց սխալ ենք մեզ պահել ինչ որ հարցերում, պատմության ընթացքում, կոնկրետ դեպք չեմ մատնանշում, հիմա ճիշտ ենք մեզ պահում։ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման վերաբերյալ տեղեկություններին։ Ըստ Սիմոնյանի կային խնդիրներ եւ հարցեր, որոնց պատասխանները Հայաստանը փորձել է եւ փորձում է ստանալ։ Կա հարց, կա պատասխան, չկա պատասխան,
կա մեր կողմից հարցադրում, այսինքն ըստ իրավիճակի լարվեց, իջավ, կոնկրետ դա մարտավարություն չի, դա ըստ իրավիճակի այն բաները, որը որ տեղի ունեցել 2020 թվականին, 21-ին, 22-ին, 23-ին եւ 24-ին մեր վերաբերմունքը նույնն է մնացել, մեր հարցադրումները նույնն են մնացել։ Միայն հապկի մասին չէ, միայն հապկի մասին չէ, բոլոր հարցերով, հայտարարություններով, որևիցե բան չի փոխվել։ Հիմա կա խոսակցություն, մշտապես խոսալը քաղաքական գործչի աշխատանք հենց դրա մեջ է կայանում, որպեսզի այդ խնդիրների շուրջ խոսի, եւ մենք խոսում ենք ու շարունակել ենք խոսել։ Այն գնահատականները, որոնք կողքից հնչում են, թե իբրև Հայաստանը փոխել է իր քաղաքական վեկտորը, չեն համապատասխանում իրականությանը։ Կա մի իրականություն, որ Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանում է, երբ որ իրեն խաբում են, դա արձանագրում է եւ բարձրաձայնում, հավելել է Սիմոնյանը։ Ինչ վերաբերում է հապկին, Սիմոնյանը կարծում է, որ հապկը պետք է ինքն իրեն վերանայի, հասկանա, գոյություն ունի թե ոչ։ Հապկի հետ կապված ինչ վերանայենք, հապկը պետք է մի հատ վերանայի, իրան հասկանա ինքը գոյություն ունի, թե գոյություն չունի, եւ հայտարարի, եթե ինքը գոյություն ունի, ապա որտեղ է այդ սահմանը, եթե այդ սահմանը գոյություն ինքը հայտարարում է, ապա ինքը ինչ պետք է անի եւ ինչ չի արել եւ ինչ է արձանագրում։ Սիմոնյանը նաև անդրադարձել է Հռոմի ստատուտի վավերացմանը ևս մեկ անգամ նշելով, եթե Հայաստանը չվավերացներ այն, այսօր լրիվ ուրիշ իրականության մեջ էր ապրելու։ Ըստ նրա հնարավոր է հակառակորդը հայկական ավելի շատ տարածքներում ներխուժած լիներ։ Սիմոնյանը նաև պատասխանել է Հայաստանի զինվելու վերաբերյալ Բաքվից հնչող տարատեսակ հայտարարություններին։ Մենք զինվում ենք, որպեսզի պաշտպանվենք եւ վարչապետը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դուրս որևիցե խնդիր չունի իրականացնելու։ Նույնիսկ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող այն մասը, որը որ ադրբեջանական զորքերը ներխուժել են, մենք զինվորական ռազմական գործողություններով լուծելու նպատակ եւ գաղափար այս պահի դրությամբ չունենք։ Ըստ ազգային ժողովի նախագահի խնդիրները կարող են լուծվել մի քանի ճանապարհով, սակայն Հայաստանի քաղաքական ղեկավարությունն ընտրել է խաղաղ բանակցությունները, որով էլ մի օր կհասնեն նրան, որ Ադրբեջանը կլքի Հայաստանի սուվերեն տարածքները։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։